Հետծննդյան պարեզի կանխարգելումը։ Նախորդ տեսանյութից պարզեցինք, որ հիվանդությունը առաջանում է կալցիումի կտրուկ անկումից։ Հիմա խնդիրը կանխելու համար պետք է իմանալ, որ կովի օրգանիզմը կալցիումի մակարդակը կարգավորում է պարատ հորմոնով և վիտամին D3-ով, որոնք ակտիվանում են միայն կալցիումի պակասի դեպքում։ Իսկ երբ ցամաքի շրջանում կովին տրվում է կալցիումով հարուստ կերեր, օրինակ առվույտ կամ կորնգան, արյան մեջ բարձրացած կալցիումի մակարդակը անջատում է այդ կարգավորող մեխանիզմները։ Իսկ ծնից հետո կաթի միջոցով կալցիումի կտրուկ նվազման պայմաններում այդ քնած կարգավորիչները ուշ են հասկանում, որ կալցիումը պետք է վերցնեն ոսկրերից։ Արդյունքում կենդանին հայտնվում է թուլացած պարեզային վիճակում։ Այսպիսով, ծնից միջինում 3 շաբաթ առաջ հղի կովերի կերաբաժնից հանեք առվույտը, կորնգանը կամ կալցիումով հարուստ խտացրած կերերը։ Փոխարենը տվեք մարգագետնային խոտ, քիչ ծղոտ և քիչ քանակի խտացրած կեր։ Բացի աղից տվեք նաև ֆոսֆոր պարունակող հավելումներ։ Ծնից հետո կալցիումի քանակը նորից բարձրացրեք։ Հետևեք իմեջին, իսկ հարցերը գրեք մեկնաբանություններում։